մնալու է նույնը, այսինքն մեզ մոտ ամրապնդման դաս է լինելու, Անի Բագրատունյան թագավորության թուլացումը եւ անկումը, եւ այսօրվա բայց թեման նույնն է մնացել, բայց փոխվել են մեր նպատակներն ու վերջնարդյունքները, որն է այսօրվա մեր դասի նպատակը, ուրեմն զարգացնել Անի Բագրատունյան թագավորության թուլացման ու անկման պատճառը հետևանքային կապերը բացատրելու եւ օրինաչափությունները վերլուծելու կարողություն եւ դասի մեր վերջնարդյունքն է ներկայացնեք, վերլուծեք Անի Բագրատունյան թագավորության թուլացման ու անկման պատճառը հետևանքային կապերը, փաստարկեք ու բացատրեք միջազգային աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչպես տեսաք, այսօր մենք ուշադրության կենտրոնում պահելու ենք պատճառահետևանքային կապերը Անի թուլացման եւ անկման։ Հիմա, քանի որ Անի Բագրատունյան թագավորության թուլացում եւ անկում ենք անցնում, եկեք այսպեսի մի այսպես խաղ խաղանք։ Ենթադրենք, եկեք տեղափոխվենք 1045 թվականը, հենց Անի կործանման օրը։ Անի Բագրատունյան թագավորություն դադարել է գոյություն ունենալ, դուք եք թերթի խմբագիր եք։ Ինչ հոդվածներ կհրապարակեք։ Անի Բագրատունյան թագավորությունը անում է ապրել։ Հոդվածի վերնագրերը ինչ կլինեն, ապա տեսնենք, հասմին կտակ, որը ողջազի ճակատագիր է։ Շատ լավ։ Անի այդպես կործանված է։ Լավ։ Անի Մյուզանդիայով։ Անի Մյուզանդիայով։ Կտակը բացահայտված է, այսպիսի վերնագրեր կունենային, եթե ժամանակաշրջանի Անի Բագրատունյան թագավորության անկման ժամանակաշրջանում դուք լինեիք թերթի գլխավոր խմբագիր։ Հիմա, քանի որ մեր թեման նույնն է մնալու, ես ձեզ համար YouTube-ից տեսախիգ եմ պատրաստել, որպեսզի նայեք, այսպես ենք պայմանավորվում, դուք ընթացքում գրում եք այն ինչը որ ձեզ համար նորություն էր, դա հետո իհարկե վերջում կքննարկենք։ Բագրատունյան թագավորությունը, որքան էլ որ մեր պատմության ամենանշանավոր եւ հիշարժան էջերից մեկն է, այնուամենայնիվ պատմագիտական եւ հանրային կառույցներում դրա վերաբերյալ գնահատականներն ու ընդհանրապես պատկերացումները խիստ չափազանցված են։ Դպրոցներում եւ համալսարաններում սովորողներն ու ուսանողները ուսումնասիրելով այդ ժամանակաշրջանը հաճախ չեն կարողանում պատկերացում կազմել այդ պետության միջազգային քաղաքական կարգավիճակի դերի եւ ներքին առանձնահատկությունների վերաբերյալ, քանի որ որպես կանոն միակողմանիորեն այն ներկայացնում է որպես զորեղ համայնքական եւ լուսավորյալ ինչ-որ կազմավորում, որը ընդամենը հանգիստ իր համար շարունակում է հերոսական գոյություն համաձայն, քաղաքակրթությունները եւ մշակույթները կործանվում են հատկապես այն ժամանակ, երբ քաղաքական վերնախավերը այլևս իզորույթ չեն դիմագրավել մարտահրավերներին եւ հետաքրքրված չեն դրանցով։ Այսինքն չկարգավորելով ներքին խնդիրները պետությունները կորցնում են դիմադրողականությունը, այլևս անկարող լինելով դիմագրավել արտաքին մարտահրավերներին։ Բագրատունյան թագավորության շրջապուլը ամբողջությամբ տեղավորվում է այդ հարավեցի տրամաբանական լինելով մեծավոր արևելքի տարատեսակ անկյուններում։ Պատահական չէ, որ Բագրատունյան թագավորության կործանումից հետո մեր հայքում այլևս երբեք հայկական պետություն չձևավորվեց, եւ այս պատմական դրամատիկ անկման հետ զուգընթաց ինչ-որ հյուսված հերոսները եւ լեգենդները գալիս են առաջին պլան, օրինակ Աշոտ Երկաթը, իսկ իրապես կարող եւ հետեւողական գործիչները Աշոտ Ան եւ Գագիկ Ան նույնիսկ չեն էլ հիշատակում շատ հաճախ։ Սա երևի թե մեր անեծքն է, բաժանվել այն, ինչի ինքերը խախտում են եւ հիշողությունից ջնջել այն, ինչի հաշվին մենք բարձրացրել գոյություն։ Տեսաֆիլմի, այսպես ասած, հեղինակի կարծիքը ու ձերը կարող է նաև չհամոզել, չէ՞, սա պատմական ուղղակի, այսպես ասած, իր տեսանկյունն է, որը բազմաթիվ իհարկե հենց այնպես չի ձևավորվել ուսումնասիրությունից հետո։ Հիմա ինչը դուք ավելի շատ նկատեցիք տեսաֆիլմում, որ ձեզ համար նորություն էր օրինակ իր տեսակետից, ասա Ժենյա տեսնեմ։ Տեսանկյունում Աշոտ Երկաթին դիտարկում ենք այդ տեսանկյունից, ճիշտ է նրա արտաքին քաղաքականությունը ավելի ուժեղ է, իսկ ներքին բարակումը այնուամենայնիվ կարողացավ հասկանալ։ Այո, տեսաֆիլմի հեղինակ պատմաբանը ինչ էր արել, ավելի շեշտել է, որ Աշոտը ճիշտ է հզոր է, լավ արտաքին ուժեղ քաղաքականություն ուներ, բայց ներսից չէր կարողացել, չէ՞, կարգավորել, լավ, ուրիշ,
Ասանահի Տեսակի ով ասovat երկրորդի հավատի եւ աշխատողանացի համեմատում է իրենց ծույլ թագավորների որ ծույլ որն է երեք համաշխարհային պատմության որ ծույլ արքաների հետ համեմատեից մերով ինքների հետ չէ մերով ինքների հետ շատ լավ ուրիշ ելով է նշում կատարել այս ասնիկ ջան տեսնենք որ գտակը հենց ինքը ընդհանուր առիթը չէր միանգամայն եւ այն բոլոր խնդիրների արծարծված խնդիրների հանգուցալուծումներ, որոնք ի վերջո մի օր հանգեցին այդ գտակի հերթման։ Ահա, իսկ այ դու հեղինակի հետ համակարծիք ես, թե ձեր կարծիքն չէ։ Այո, որովհետեւ մեր խնդիրը հիմնայինն էր, բազմաթիվ խնդիրների լուծումը ի վերջո մի օր պետք է լիներ։ Լուծումը թե չլուծելը։ Բազմաթիվ խնդիրներ կային, չէ, խմորումներ կային Բաղդադյան թագավորության ներսում, որոնք չլուծվելու դեպքում տարելու են գործառույթ։ Իհարկե կտակն այսպես ասած չենք արդարացնում, բայց լավ հասնիկ ջանստի։ Հիմա ես նախատեսել եմ կատարել խմբային աշխատանք եւ ձեզ դրա համար պատրաստել եմ քարտեր, որը դուք կվերցնեք ու կկազմեք խմբեր, այսպես է կոչում, ելի եք չկատարել մենք, կազմում ենք խմբեր, հետո խմբերը կդառնան զույգեր։ Հիմա եկեք որտեղ դնեմ ես, Ռիգեն ջան չտեմ չէ որ այստեղ դնեմ։ Մոտեցեք, եկեք յուրաքանչյուր մի քարտ վերցրեք, որ գտնեք ձեր զույգին։ Եկեք մոտեցեք բոլորը, ահա։ Դեցեք ու եկեք ես կողմ։ Բոլորից մոտ կան թղթեր։ Այդտեղ ինչեր ագրված, հարցեր ու պատասխաններ, չէ՞։ Ահա։ Հիմա երեխեք ջան, գտնում եք ձեր զույգերին ու խմբեր եք կազմում։ Առաջին խումբը վերևը գրած է, այստեղ մի հատ պատասխան կա, մեկինդ մնալու է, քանի որ բացակայում եք, չէ՞։ Առաջին խումբը այստեղ է հավաքվում, երկրորդը մեջտեղում, երրորդը այնտեղ։ Դե գտեք ձեր զույգերին, տեսնեմ։ Հարցի պատասխանը գտեք, ամենը ձեր զույգին։ Քեզ կոմոդ չկա, շատ լավ, ինչ է կոմոդ, դու Գագիկ երկրորդ, լավ, այսա կասեմ, դու կմիանաս, որ խմբին, այս խմբին միացի, դու երրորդ խումբն եք, ահա, երրորդ խմբին, դե հիմա հարցերը կարդացեք տեսնենք, ճիշտ եք գտեք նոր, ստուգենք։ Որ երկրորդ թագավորություն ամենաերկարը գոյատևեց։ Սյունիքի թագավորություն։ Ճիշտ է, շատ լավ, որ արքային տվել երկար պատվանում։ Աշխատ երկրորդ։ ահա, դուք առաջին խումբն եք, դե եկեք տեղավորվեցեք։ Հիմա լսում ենք երկրորդ խմբի հարցերը, առանց աղմուկի։ Ում քիններ կակրամի դեմ։ Աշխատ հողական։ Դե, դուք եք գնացեք, եկեք էստեղ կամ այնտեղ նստեցեք, ձերը կարդացեք Որտեղ եք ընտրել ամուսնալի կտակը։ տրապեզան։ Շատ լավ։ Այն որ հավատական տոհմական դիվիզիա։ կապսարականներ Ահա, ճիշտ է, հաջորդը։ Ահա, քոնը ինչ է գրած։ Այո, մեր Բաղդադյան վերջին արքան, դու այս խմբի հետ քանի որ բացական է։ Դուք էլ այնտեղ խմբեք, նստեցեք։ Արած։ Հիմա մենք խմբերն արդեն պատրաստ են, ինչ ենք անում մենք։ Քանի որ այսօր մենք պետք է հիշվենք, չէ՞, պատճառահետևանքային կապերը պետք անեինք, խմբերը հենց այս նպատակով են ձևավորել։ Անի Բաղդադյան թագավորության անկման վրա ինչ պատճառներ ազդեցին, որոնք էին պատճառները, որ տարան Անի Բաղդադյան թագավորության անկմանը։ Ես ձեզ համար պատրաստել եմ այսպես պատահականության սկզբունքով ամեն խմբից մեկը եկեք վերցրեք։ Եկեք տեսնենք։ Ճիշտ է, չորսնեք, բայց երեք խումբ են, ես չորսների պատրաստել, կարդացեք, բայց տեսնեք, կարդացեք ձեր խումբը, Անհատի դերը։ անհատի դերը, Արտաքին ուժեր։ արտաքին ուժը եւ դերը ներքին պարապտում, շատ լավ, ես ձեզ տալիս եմ 10 րոպե ժամանակ, ինչ եք անում դուք, խմբով քննարկում եք ձեր բաժին ընկած պատճառը եւ դրա վերաբերյալ մեզ համար ելույթ եք պատրաստում, լավ, ահա, դե սկսեցինք։ Բայց երբ որ արոթային թողնում են, այո, օգտվում
եւ հստակ առանձնացրել են երկու կերպար, Սմբատ որպես առաջնորդ եւ Հովանես Սմբատ։ Կարող ես մանգիստ ստող Հովանես Սմբատը որպես առաջնորդ եւ Պետրոս Գետադարձը որպես կաթողիկ։ Լավ, դուք եք երկուսին եք առանձնացրել, լավ։ Պետրոս Գետադարձը դերով որպես կաթողիկոս կարողանում է մի որոշ ժամանակ երկրի ներքին քաղաքական լավատությունը պահպանել եւ ցույց տալ, որպեսզի երկրի ներսում լինեն պարակտումներ եւ հենց այդ պարակտումներից հեռու մնալու համար հորդորում է Հովանես Սմբատին ստորագրել այսպես կոչված ամոթալի կտակը, ըստ որի Հովանես Սմբատի մահից հետո պետք է անին կտակվել Բյուզանդիային։ Հենց այս կտակով է որոշվում Բաղրատունյան թագավորության հետագա կյանքը եւ մենք արդեն տեսնում ենք հետագայում, որ Պետրոս Գետադարձի այս որոշմամբ եւ ինչպես իր հորդորով Անի Բաղրատունյան թագավորությունը անկում է ապրում։ Հաջորդ կերպարը մենք վերցրել ենք Հովանես Սմբատին որպես երկրի առաջնորդ, քանի որ Հովանես Սմբատն է ամոթալի կտակի մեջ Անի կտակել Բյուզանդիային, արքան ըստ մեզ բարել էր մի փոքր անզգույշ քաղաքականություն։ Ոչ հեռատես, անհեռատես։ Եւ նրա այդ մի փոքր սխալը, անհեռատես քաղաքականության սխալը դարձավ երկրի անկման պատճառը։ Գուցե եթե Հովանես Սմբատը ավելի ուշադիր լիներ, ավելի հեռատես լիներ, հեռանկար լիներ, կկարողանար կանխագուշակել երկրի հետագա կյանքը եւ գուցե այսօր մենք ունենայինք ավելի հզոր պետականություն եւ գուցե այն ժամանակ Անի Բաղրատունյան թագավորության կյանքը այդքան կարճ չլիներ։ Մենք գիտենք, որ պատմության մեջ կան երկրներ, օրինակ Ռուսաստանը, որոնց թագավորություններն ունեցել են երկար կյանք եւ եղել են, չէ՞, ու եթե Բաղրատուներն էլ հզոր լինեին, գուցե պահպանվեին։ Այո, շատ ճիշտ եք նկատել։ Եվ դրա հիմնական պատճառն այն էր, որ արքաները կարողացել են շատ հեռատես մնալ։ Այն շատ լավ, այլ մեկ ավելացնելու բան։ Որպես անգամ Հովանես Սմբատը պետք է վարեր այնպիսի քաղաքականություն, որ միավորեր բոլոր նախարարներին եւ պետք է վարեր սիրաշնորհելու քաղաքականություն։ Մտածում ես, որ եթե դու լիներ իրավապահ, սիրաշնորհել նախարարին, պետք է ունենալ արքային վայել վարվելակերպ եւ դիրքորոշում։ լավ։ Այդ մեր կյանքում հաշված է կայունությունի կոնկրետապես որպես հոգևոր առաջնորդ պետք է խաղաղեցնող քաղաքականություն վարեր թագավորների եւ թագավորի եւ Եթե դու լինեիր Գետադարձի տեղում, ինչ կանեիր, կհաշտեցնեիր նախարարին, լավ։ Ուրիշ ավելացնելու բան ունեք։ Չունեք։ Լավ, շատ լավ, լսում ենք արտաքին ուժերի ազդեցությունը, ճիշտ եմ հիշում։ Լավ։ Դիրքորոշում այն է, որ Բաղրատունյան թագավորության գործում նշանակություններին երկու հայրենական պետությունների վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, նրանք երկուսն էլ աջակցում են Հայաստանի ներքին կենտրոնավոր ուժերին, արևական խաղաղապահությանը եւ Բյուզանդիային։ Արաբական, այսինքն երկու ուժերն են արաբական խալիֆայությունը եւ Բյուզանդիան։ Շատ լավ, ելին եք ավելացնելու։ Օրենքներում մեծացել է բյուզանդացիների թիվը, քանի որ նրանք կենցաղովել են մի փոքր իրար նման եւ նաեւ դեպի Բյուզանդիան էր հակված նաեւ Պետրոս Գետադարձը։ Դեպի այո, կաթողիկոսի այո հակված լինելը նույնպես կարող է ազդեցություն ունենալ։ Էլի ունեն։ Հա? Ոչ, այսքանը լսում են երրորդ խմբին։ Մենք խմբով կտակեցինք Բաղրատունյան թագավորության անպատճառներից ներքին պարակտումը։ Մենք մտածում ենք, որ թագավորության գլխավոր անպատճառը դա ներքին միասնականության բացակայությունն է։ Շատ լավ։ Ներքին պարակտումներից պատճառներից մեկը Նախճեվանի կռիվն է։ Նախճավան քաղաքի կռիվն է, այո։ Վասկրական թագավորության ստեղծումը։ Դա է նաև պատճառ։ Պարակտման պատճառներից մեկը 908 թվականի Գաբրի Կարճյանի թագը Յուսուֆից։ Այո, հենց Նախճավանի շուրջ եղավ, չէ՞, ինչպես եղավ դա։ Նախճավանի դեմ ովքեր էին կրկում ասել։ Նախճավանի համար երկու նախարարական տներն են պայքարել, ջարդություններն ու սյունիները, այդ հատվածը ունեցավ ներկայացված Հովանես Դարաստանագերտի սկզբնաղբյուրում ու ճիշտ է վերջում հասնում է սյունիներին, բայց արցունիների պապական քաղաքն էր դա եւ Արդյունքում ինչ եղավ։ արդյունքում պարակտում եղավ, Գաբրիկը ստացավ 908 թվականի Յուսուֆից ու ստեղծվեց Վասպուրականի երթակա թագավորությունը։ Մենք խմբով մտածում ենք, որ եթե մեր թագավորը
նախարարները հարկեր վճարեին, ենթարկվեին թագավորին, միասնական լինեին եւ գործեին հոգուտ մեկ ընդհանուր միասնական թագավորության, երկրում չէր լինի այս պարակտված վիճակը եւ անկումը կլիներ խուսափելի։ Այսինքն խուսափել, այսինքն դուք ձեր տեսանկյունն էր ներքին պարակտումն է Բաղդադյան թագավորության անկում։ Շատ լավ, իրար լրացնելու բան ունեք։ Լրացնելու բան չունեք, շատ լավ։ Հաջորդը կիրառելու ենք մեզ տանող ծնված մեթոդը, հիշում եք չէ՞։ Ես այս այդքանի ներկայացեմ, բայց միջև եկեք բացենք մեր մոդուլները, հեռախոսներով ես մեր մոդուլը սարքել եմ QR, որպեսզի դուք ավելի հեշտ լինեք, հիմա փորձեմ բացեմ, փորձենք բացենք, ես ումոտ հեռախոսները վերցրեք, արև ճանարիք ես մոդուլը թողանցեք արևի, փորձեք տեսնեմ, բացում մոդուլը, բացվեց ասմի, ձեզ մոտ է, շատ լավ, վերջ, շատ լավ, ծնված մեթոդը, եթե դուք հիշում եք, ծնված մեթոդը, հիմա մոդուլի այդ 30-ը բոլորս բացում ենք, այդ 30-ը բացում ենք, սկզնակում կար եք տեղ Հովանես դրասխանակերծու, բացելա, Այո։ բոլորի մոդուլները բացեն, բայց եկեք մի հատ բարձրած այն սկզնակյուն ընթերցենք, նորացնենք, լավ մեթոդի, Անի ջան, բացակո մոդուլը սկսի։ Հովանես դրասխանակերծի հայոց պատմություն։ Այդ ժամանակ գլխավոր ու գաղերից իշխան Գագիկ Արտյունի աղերսանքով դիմելով Սմբատ արքային, խորհում էր իրեն վերադարձնել Նախճավան քաղաքը, որպես թե իրենց պապից եւ որից սկսած այն իրենց տոհմին ու ցելին է պատկառել, իսկ նա նվաճել է այն, եւ քաղաքից զրկվելու պատճառը նա իրեն է համարում։ Իսկ արքան, քանի որ իսրական սյունած իշխան Սմբատին նախապես տվել է պարգևներ, որպեսզի իրեն դուրս բերեր սնապարծ գոռոզությունից եւ մտերմական ապաստավորությամբ կատարել նրա բոլոր ծառայությունները, չկամեցավ իշխանի ձեռքից խլել իր զորությունը եւ նրա անձանվող մեծարանքը անարգանք ու անհամարանք դարձնել։ Դրանից էլ ավելի ճշտամելով Գագիկ իշխանը խարդախությամբ չարախոսում է արքայի մոտ եւ ապա շատ նվերներ, ընծաներ ու պարգևներ պատրաստելով նա գնում է Յուսուֆ ոստիկանի մոտ եւ նրան մատուցելով իր ընծաները, նա իր անիրավացության խորքներ բարձրաձայն զորացում արքայի մասին։ Դե անցանք։ Հիշեցնում եմ ձեզ, եկեք այսինքն դուք ինձ հիշեցրեք, ծնված մեթոդի մեջ ինչն եք ներառում։ Ծագումը, նպատակը, Ես սահմանափակում ես ձեզ բաժանում եմ ծնված մեթոդը եւ դուք սկսում եք աշխատել։ Ես ձեզ դրա համար տալիս եմ 10 րոպե ժամանակ, մինչեւ դուք կսկսեք աշխատել, լավ։ Դե սկսեցինք աշխատել։
խորհրդական։ Կարևոր դեր է կատարում։ Չէ, ճիշտ ասում։ Ասա։ Եթե առաջնային է, նշանակում է վեբացի ականատեսի աչքերով, եթե երկրորդային է, նշանակում է այդ չի գրվել գործունեություն կատարող պատմություն։ Այսինքն տվյալ հեղինակը այդ ժամանակաշրջանում չի ապրել։ Սա ինչ է կարևոր, որտեղից եք օգտվել։ Համացանցից եք օգտվել։ Լավ։ Դե հիմա առաջինը ով է կարդում, ասա, այս խմբից եք սկսենք։ Գիրքը ստեղծվել է Հովհաննես Դերասանագերծու կողմից եւ առաջնային հաստատվել։ Դուք ինչ եք գրել։ Նույնը, թե եթե կա փոփոխություն ասում եք, եթե չէ նույնը պետք չկա, հա։ 10-րդ տարի փաստաթուղթ, 10-րդ տարի։ Ահա, իսկ Որպես փաստաթուղթ գիրք է, բայց ոչ թե գեղարվեստական, այլ պատմական նշանավոր սկզբնաղբյուր։ պատմական նշանավոր սկզբնաղբյուրը շատ լավ, էլ ինչ ունենք այստեղ ավելացնելու։ Այսքան գնացինք երկրորդը լսում եմ ձեզ։ Նպատակը շարադրել տվյալ ժամանակաշրջանում կատարվող իրադարձությունները եւ ներկայացնել ժողովրդին։ Ում համար է ստեղծված սկզբնաղբյուրը ինչ նպատակով, սա չէ նպատակը։ Ահա, նախատեսված նստարանը ժողովուրդն է, ուրիշ ունենք ավելացնելու բան։ Ներկայացնում է Բաղդադյան թագավորության ժամանակաշրջանի պատմական նշանավոր այսքերը։ Ուրիշ Չունեք ամեն։ հաջորդը կարդալեսեմ։ Բովանդակությունում գրել են, որ անկողմնակալ ձևով ներկայացնում են նախկին կռիվները ավստրալիաների եւ սյունիների միջեւ։ Դուք ինչ կավելացնեք, անկողմնակալ ձևով է ներկայացնում։ Ահա, շատ լավ, հաջորդը ձեզ եք լսում նորից։ Անկողմնակալ ձևով ներկայացնում։ Չէ, մեկ էլ արժեք, եթե նույնն եք դա աշխատել։ Պատմական երգ է, որի հեղինակը պատմական իրադարձությունների ականատեսի աչքերով է գրել։ Ինքը ապրել է տվյալ ժամանակաշրջանում եւ դուք ինչ արժեք եք գրել այդտեղ։ Օրինակ, որ անկողմնակալը դա արժեք չի։ Մենք սկզբնաղբյուրը ուսումնասիրելիս հասկանում ենք, չէ՞, որ ինքը ինչ որ մեկի կողմը չի պահում, չէ՞, ընդհանուր ներկայացնում է։ Եվ ինչ սահմանափակում եք նկատել։ Արդյոք վստահելի աղբյուր է։ Անկողմնակալություն չի նկատվում ու մենք սահմանափակում չենք նկատում։ Այսինքն մտածում եք, որ դրաստանակերտին անկողմնակալ ձևով է ներկայացրել։ Շատ լավ։ Դասի վերջում ուզում եմ ինքնագնահատում անենք, ինչ նոր բան սովորեցինք, ինչն էր հետաքրքիր, ինչն էր դժվար, ինչը խանգարեց աշխատանքին եւ ինչու խնդրում եմ այսօր մի քանին էլ փոխանցեք, ինչը այստեղ չհասած, բոլորը ունեիք, եւ դες դրա համար կտան 5 րոպե ժամանակ, սկսեցինք աշխատել։ Հեռախոսները արդեն կարող եք պահել, որ ձեզ չխանգարեն։ Առաջին հարցը ո՞րն էր։ Ինչ նոր բան սովորեցիք։ Ասեցիք, ինչ նոր բան սովորեցիք։ Դերասանագերծու ապրած ժամանակաշրջանը։ Շատ լավ, ուրիշ։ Նախկին ավելի լավ ուսումնասիրեցինք։ Ապրես։ Ուրիշ։ Սկզբնաղբյուրի առաջին երկրորդին ներկայացրեցինք։ Ապրես, ուրիշ։ Մոդուլի հետ ավելի լավ կարողացանք աշխատել։ Ոնց մոդուլի հետ լավ աշխատեցիք, Ժենյա։ Դե սկզբնաղբյուրը, որը գտնվում է մոդուլի մեջ։ Ահա։ Լավ։ Ահա, QR մոդուլը բացեցիք, շատ լավ։ Հաջորդը ինչ է գրած։ Ինչ արև ջան, քեզ ինչն է հետաքրքիր այսօր։ Կոնկրետ ավելի, բայց ավելի շատ տեսանյութ։ Տեսանյութը քեզ դուրի եկավ։ Լավ, ասան քեզ ինչ է հետաքրքիր։ Քեզ էլ է տեսանյութ հետաքրքիր էստեղ։ Ահա, մեթոդը քեզ դուրի եկավ։ Միքայել, քեզ։ QR բացելու Ահա, քեզ դուրի եկավ, որ QR-ով բացեցիք էստեղ։ Ինձ դուր եկավ, որ խմբային եք աշխատում։ Քեզ խմբային աշխատանքը դուր եկավ, էդի տալ քեզ։ Ինձ էլ եք մեթոդը հետաքրքիր։ Ահա, շատ լավ, հաջորդը։ Ինչն է դժվար։ Ինչն է դժվար, որտեղ դժվարացա։ Դա օրինակ սկզբնաղբյուրն ուսումնասիրել հեշտ է։ Հա, դա շատ լավ է, հաջորդը։ Ինչը խանգարեց աշխատանքին եւ ինչու։ Ահա, Սոնա, ինչ քեզ խանգարեց աշխատանքին։ Ինձ թվում է ժամանակը խանգարեց ավելի շատ։ Կուզեք մի քիչ երկար լինել, որին ժամանակ օրինակ։ Ձեզ այդ ժամանակը խանգարեց։
Բավականացրեց, լավ։ Այսինքն Սոնան, եթե մի քանի անգամ ավելի շատ աշխատի այս մեթոդով, իսկ հիմա ավելի հմուտ կլինի